Իրանում պատերազմ է արդեն 20 օր։ Ագարակի մաքսային անցակետում մարտի 18-ին հիմնականում ուսանողներ էին, որոնք վերադառնում էին տուն նշելու Նովրուզ Բայրամը։ Նաև մարդիկ, որոնք գալիս էին Հայաստանում անցկացնելու տոնական օրերը կամ մեկնում էին երրորդ երկիր։ Հայաստանում շատ լավ էր, բայց ես վերադառնում եմ տուն։ Ես ուսանող եմ, ես գնում եմ Երևան, այնտեղից թռչեմ այլ երկիր, Իրանից թռիչքներ չկան։ Ես Դելհիի Քաշմիր քաղաքից եմ, Իրանում բժշկականի ուսանող եմ։ Հիմա այնտեղ բավարար անվտանգություն չկա մարդկանց պաշտպանելու համար, հետ եմ գնում։ Իրանում մեծ խնդիր կա բջջային ու ինտերնետ կապի հետ։ Մեզ հանդիպած երիտասարդը եկել էր Ագարակից հայաստանյան օպերատորի քարտ գնելու։ Նորդուզի տարածքում հնարավոր է լինում առանց ռոումինգի միանալ հայկական բջջային ցանցերին։ Ոչ միտեղ չեմ գնում, եկել եմ սահման, բջջային քարտ վերցնեմ և հետ գնամ։ Մեզ մոտ կապ չկա, իսկ իմ աշխատանքը առանց ինտերնետի անհնար է։ Իրավիճակը սարսափելի է։ Թեհրանը, Թավրիզը ռմբակոծվում են։ Գիշերները հանկարծակի սկսվում է ռմբակոծությունը։ Իրավիճակը վատ է, ամեն օր ռմբակոծում են, ապահով չէ։ Մայրս եկել էր այստեղ, եկել եմ նրան տանելու։ Գնում ենք Միլան, ապա Ամերիկա։ Մենք Իրանից ենք, Ամերիկայի քաղաքացիություն էլ ունենք։ Հանդիպեցինք փոքրիկների հետ Երևան մեկնող իրանցիների, բացատրեցին, որ 4 օրով են այստեղ տոներին հայրենի Շիրազի պատերազմող առօրյայից երեխաներին կտրելու համար։ Նովրուզը Հայաստանում նշել է իրանցիների շրջանում ընդունված է, բայց այս տարի եկողները համեմատաբար քիչ են։ Շատ էին գալիս, երևակայ շատ մեծ քանակությամբ, բայց հիմա ասում են ավտոբուսներով էլ են գնում, չգիտեմ։ Հիմա շարժ մի թեթև ասում են կա, բայց չգիտեմ ձևով, ինչ որ ինտերնետի հետ կապ ունի, այնտեղ դրա համար մերոնք էլ չեն գնում։ Հիմա իրանց մոտ կռիվա չեն գալիս։ Բայց դուք հիշում եք անցած տարիները։ Հա, եղել լավ, որ շատ ա եղել գնալ գալը։ Հիմա այսօր այս կռիվա իրանց մոտ անցուդարձը քիչ է, իրանք դուրս չեն գալիս այդքան։ Կարող է երեխեքին կնանոց անում են, բայց իրանք մնում են։ Իրան մեկնող հայերի չհանդիպեցինք, տեղացիները պնդում էին, որ չեն թողնում հատել սահմանը առևտուր անելու համար։ Այս լուրը ոչ հայկական, ոչ իրանական կողմը չհաստատեց։ Տիգրան Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։